Նինա նորմալ է, որ տները պլպլացնելուց հետո աղջիկդ կարող ուղղակի ռումբ գցի ու ամեն ինչ ջուրը ընկնի։ Այո, իհարկե։ Նորմալ է, որ դու ուզում ես տաք կոֆե խմես, բայց չգիտես ինչի ինքը միշտ սառնալի է։ Էն էլ ինչքան երեխեք։ Նորմալ է, որ դու իր համար շատ սիրուն լուք ընտրես, բայց ինքը վերջում իր ուզած բոմժի լուքը ստանա ու գնա այդպես պարտես։ Էս էլ է նորմալ։ Նորմալ է, որ ուզում ես լողանաս, բայց մի րոպե հետո դուրդ ուղղակի ջարդում են։ Ինչ արած, հարմարվել ենք արդեն։ Նորմալ է, որ դու տանջվում ես համեղ ճաշ պատրաստում, բայց ինքը չի ուտում ու հետո թափում ես աղբի մեջ։ Այո, շատ նորմալ է։ Նորմալ է, որ շատ լավ տրամադրությամբ պարտնանաս, բայց հետո ինքը քեզ հասցնի հիստերիայի ու դու լաց ես նерվերից։ Արդեն հաշիվս կորցրել եմ, նորմալ է։ Նորմալ է, որ ուզում ես հանգստանաս, բայց հետո ստիպած տունտունիկ ես խաղում։ Վայ, շատ ծանոթ ես, շատ։ Նինա ջան, բա ո՞նց ես դիմանում այս ամեն ինչին։ Որովհետև այս ամեն ինչի ետևում կա թաքնված այնպիսի մի երջանկություն, որ հաստատ արժանի է, որ մենք անցնենք այս դևի բոլոր փուլերը։ Եվ ընթացիկ, որպեսզի չխելագարվենք, պետք է անջատենք այստեղից ճտիկը եւ հասկանանք, որ սա մի փուլ է, որը տարիներ հետո դառնալու է հիշողություն։ Ես շատ կուզեի խնդրել, որ ինձ մի բանով օգնեք, բայց ասա էլ կանցնի երեխեք, խնդրեմ ներկայացեք մեկնաբանություններում, ասեք, որ ես մենակ չեմ, իրար հույս կտանք, որ սա նորմալ է, եթե նորմալ էլ չի, այլ տարբերակ ուղղակի չկա, համբերություն մեզ։